Ողջույն Civilnet-ի հարգելի դիտողներ, առաջիկա րոպեներին զրուցելու եմ կրոնի կամ համոզմունքի ազատության հարցերով միջազգային փորձագետ Իզաբելլա Սարգսյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Վերջին շրջանում Հայաստանում պետություն եւ եկեղեցի հարաբերությունները հանրային քննարկման կենտրոնում են, բայց քննարկումները հիմնականում զգացմունքային ու քաղաքական մակարդակում են, մինչդեռ այս թեման ունի հստակ իրավական չափումներ։ Այդ անկյունով էլ հենց կուզեի զրուցենք այսօր առհասարակ ժամանակակից աշխարհիկ պետությունում ինչպես է սահմանվում պետության եւ եկեղեցու միջև լիազորությունների այդ բաժանումը, ով գործերին պետք է խառնվի, ինչ իրավական չափորոշիչներ կամ նորմեր են կիրառվում այստեղ։ Կարող ենք հենց հիմնական օրինակը Հայաստանը վերցնել, Հայաստանի օրենսդրությունից։ Մի հարցի մեջ բազմաթիվ հարցեր կար, ես փորձեմ մի քիչ միտքը դասավորել պատասխանելով ձեր հարցերին։ Նախ եւ առաջ, ինչպես նաեւ Մարդու Եվրոպական դատարանն է ասել, բայց դա հայտնի բան է, հա, որ կրոնները շատ հաճախ ավելի հին են, քան ժամանակակից պետությունները եւ տարբեր կրոնները տարբեր են եւ տարբեր երկրներում կրոնի կամ եկեղեցու պետության միջև հարաբերությունները շատ տարբեր են եղել։ Հետևաբար ամեն պետության մեջ, ամեն երկրում կա այդ պետություն եկեղեցի հարաբերությունների տարբերակում։ Մենք չենք կարող ասել, որ կա մի մոդել եւ դա միակ մոդելն է եւ ճիշտ մոդելն է եւ բոլորը պետք է դրանով առաջնորդվեն։ Ասենք կա ֆրանսիական լաիսիտե կոչվողը, որը կարելի է թարգմանել, այդ լաիսիտե բառը ոչ մի ձևով չի թարգմանվում, միշտ այդպես էլ օգտագործվում է լաիսիտե, որը շատ տիպիկ ֆրանսիական կոնցեպտ է, որը որ կարելի է ասել ծայրահեղ աշխարհիկության սկզբունք է, որտեղ որ բոլոր կրոնական կազմակերպությունները համահավասար հեռու են պետությունից եւ մեծ առումով չկան հանրային դաշտում, հա։ Դա մի խումբն է կամ մի տարբերակն է եկեղեցու պետություն հարաբերություններում։ Նույն Եվրոպայում կան հյուսային Եվրոպայի եկեղեցիները, անգլիական եկեղեցին, որոնք որ անունով պետական եկեղեցիներ են, բայց ըստ էության այդ տարանջատումը կա իրանց մեջ։ Բայց ասենք անգլիական եկեղեցին ոնց որ գլուխը միջև այսօր թագավորն է, հա, այսինքն այս մյուս դեպքն էլ կա եւ այդ երկուսի արանքում ես Եվրոպայի մասին եմ ասում, բազմաթիվ տարբերակներ կան եկեղեցի կրոն հարաբերություններում։ Կա օրինակ Իսրայելը, որտեղ հակառակը շատ հարցեր, ամուսնական հարցեր եւ այլն կրոնական օրենքով են առաջարվում եւ եթե նայեք աշխարհին բոլոր մոդելները կան։ Հիմա որոնք են իրավական չափանիշները, հա, իրավական չափանիշները ես կուզեի ասել դեմոկրատական աշխարհում, որտեղ կան նաև ոչ դեմոկրատական երկրներ, ասենք թեոկրատական երկրներ, կիսաթեոկրատական երկրներ եւ ասեմ այս հարցերով, ինչ բան է կրոն, պետություն, դրանց հարաբերությունը, մարդկությունը հազարամյակ կլինի, որ զբաղվում է, պես ասած 5 րոպեում շատ դժվար է պատասխանել այդ հարցերին։ Ժողովրդական պետություններում հիմքը հետեւյալն է, որ եկեղեցին պետք է անջատ գործի պետությունից, փաստական կապ չունի թղթի վրա ինչ է գրված, բայց ամեն մեկը ունի իր ֆունկցիաները, պետական ֆունկցիաներ եւ ոչ պետական ֆունկցիաներ եւ եկեղեցիների կրոնները չպիտի կատարեն պետական ֆունկցիաներ։ Ես դրա մասին մեր օրենքն էլ է դա ասում, առանձին կարադառնամ, եւ երկրորդը նորից ժողովրդավարական պետությունների մասին է խոսքը եւ ավելի կոնկրետ Եվրոպայի խորհրդի պետությունների, որ մենք առաջնորդվում ենք մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի սկզբունքներով, որտեղ որ կարևոր է ոչ միայն անջատ լինելը պետության եւ եկեղեցու կամ եկեղեցիների, այլ նաեւ բոլոր կրոնական կազմակերպությունների համար, անկախ նրանից մեծ են, փոքր են, հին են, նոր են, ավանդական չեն, բոլոր նրանց համար մարդու իրավունքների ապահովումը, խտրականության բացառումը եւ այլ սկզբունքներ, որոնք որ ամրագրված են մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով կամ նաեւ մարդու իրավունքների դաշնագրով, որը որ ՄԱԿ-ի դաշնագիրն է։ Այսինքն այստեղ կա մարդու իրավունքների սկզբունք, որով որ այս երկրները պետք է առաջնորդվեն։ Իսկ Հայաստանի դեպքում մեր օրենսդրությունը ինչպես է կարգավորում պետություն եկեղեցի հարաբերությունները։ Նայեք, մեր օրենսդրությունը կա 3 հիմնական
օրենք, հա, մեկը մայր օրենքն է, սահմանադրությունը, ինչպես է սահմանում, երկրորդը կա կրոնական կազմակերպությունների եւ խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների օրենքը եւ կա առանձին օրենք Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյա Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև օրենք, որը որ այդ 3 օրենքներն են, որոնք որ ինչ որ ոչ թե նախ սահմանում են այդ հարաբերությունները եւ երկրորդը կանոնակարգում են այս ոլորտի հարաբերությունները։ Այստեղ կարևոր է մի բան, որ Հայաստանի Սահմանադրությունն ասում է, որ Հայաստանյա Սուրբ Առաքելական Սուրբ Եկեղեցին հատուկ դեր է կատարել, ես հիմա բառացի չեմ ասում, հա, հայ ժողովրդի կյանքում, այսինքն տալիս է որոշակի գոնե սահմանադրության մակարդակում, չասեմ առավելություն, բայց գնահատական է տալիս այդ եկեղեցում եւ նրա պատմական դերին եւ դա ունիկալ չի, այլ երկրներ եւս դա ունեն, բայց իհարկե հետո պրակտիկայում իրոք առաքելական եկեղեցին ունի որոշակի առավելություններ արգնական կազմակերպությունների հանդեպ, ինչի մասին տարիներ շարունակ խոսվել է, որ հարցն չի, որ առաքելական եկեղեցին պիտի ունենա ավելի քիչ, այլ հարցն է, որ բոլորը պետք է ունենան հավասար հնարավորություններ եւ բոլոր հավատացյալները անկախ իրենց կրոնական պատկանելությունից։ Դա սահմանադրությունն է։ Իսկ ամենակարևորը այս տվյալ մեր խոսակցության կոնտեքստում մեր օրենքն է, իմիջիալոց այս օրենքը ընդունվել է 1991 թվականին, ավելի հին է, քան անգամ մեր առաջին սահմանադրությունը։ Բավական այն ժամանակվա համար պրոգրեսիվ օրենք է, դրանից հետո առնվազն 3 անգամ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունից սկսած փորձել են այդ օրենքը փոփոխել եւ ամեն մեկը ավելի վատն է եղել, քան նախորդը եւ ի վերջո գործում է 91 թվականի օրենքը, որը որ ավելի լավն էր, քան դրանից հետո ամեն նոր առաջարկներ, որտեղ փորձում էին սահմանափակել այլ կրոնական կազմակերպությունների իրավունքները, ամրապնդել էլ ավելի հայրաքելական եկեղեցու առավելությունները, այսպես ասեմ, առաջ բերել անվտանգության հետ տարբեր սահմանափակումներ, այս գործող օրենքը Չնայած հին օրենք է, բավական լավ օրենք է, ինչ է ասում մեր օրենքը, 2 կարևոր հոդված կարող եմ մեջ բերել կամ կարճ ասել, հա, առաջին 17-րդ հոդվածը մեր օրենքի ասում է, որ եկեղեցին անջատված է պետությունից եւ այդ հիմնադրույթի համաձայն պետությունը իրավունք չունի քաղաքացուն հարկադրել դավանելու այս կամ այն կրոնը B. Չի միջամտում եկեղեցու եւ կրոնական կազմակերպություններին օրենքին համապատասխանող գործունեությանը եւ ներքին կյանքին։ Այսինքն չի կարող հանել կաթողիկոսին, որ կաթողիկոս նշանակել, հանել, ասենք, չգիտեմ, որևէ ավետարանական եկեղեցու ղեկավարին եւ այլ ղեկավար նշանակել, հա։ Արգելում է եկեղեցիների եւ կրոնական կազմակերպությունների կառուցվածքում որևէ պետական մարմնի կամ նրա հանձնարարությունների կատարող անձի գործունեություն, հա, հստակ էս մեր կոնտեքստին վերաբերող դրույթներ են։ Գ. Արգելվում է եկեղեցու մասնակցությունը, այստեղ ուզում եմ նշել պետական կառավարմանը, սա արդեն եկեղեցուն է վերաբերում։ Ասած ինչ պետությունը չի կարող անի, ասում են եկեղեցին չի կարող անել, ասում է եկեղեցու եւ կրոնական կազմակերպություններին արգելվում է մասնակցությունը պետական կառավարմանը եկեղեցու եւ կրոնական կազմակերպությունների վրա չի դնում որևէ պետական ֆունկցիա։ Նայեք, չի ասում, չի կարող մասնակցել քաղաքական կյանքին, չի կարող արտահայտել քաղաքական հայացքներ, չի կարող սոցիալական, քաղաքական, մշակութային կարծիքներ հայտնել։ Ասում է, չի կարող մասնակցել պետական կառավարման, այսինքն չի կարող եկեղեցին լինի օրինակ սոցիալ-նախարարություն։ Եվ ինչը շատ կարևոր է, ասում է, չի դնում կրոնական կազմակերպությունների վրա որևէ պետական ֆունկցիա։ Այստեղ էլի պատմական ենթատեքստ կա, որ կոնկրետ եկեք հայրաքելական եկեղեցու պարագայում ասենք, որովհետև Հայաստան պետություն չի եղել, հայրաքելական եկեղեցին, թե Օսմանյան կայսրությունում, թե ռուսական կայսրությունում կատարել է շատ հաճախ ֆունկցիաներ, որոնք որ այսօր կատարում է Հայաստանի Հանրապետությունը։ Օրինակ, կրթական ֆունկցիա, այսինքն դպրոցները եղել են եկեղեցա պատկան, հա, կամ ծխական դպրոցներ, որոնք որ կապված են եղել եկեղեցու հետ, կամ ամուսնություններն ան գրանցել, կամ
կատարելա, չգիտեմ, եկեղեցական դատարանների տարբեր ժամանակ տարբեր, բայց դրանք բոլորը պետական ֆունկցիաներ են։ Այս օրենքը ինչ ասում, ասում է շատ կոպիտ եմ ասում, հետայսու կա Հայաստանի Հանրապետություն աշխարհիկ պետություն, որտեղ որևէ այլ կազմակերպություն կամ հայրաքելական եկեղեցի չի կարող կատարել պետական ֆունկցիաներ։ Դրա համար այո, երբ դուք բացակվում եք եկեղեցում, ձեզ թուղթ են տալիս, այդ թուղթը եկեղեցական թուղթ է, որը ցույց է տալիս, որ դուք եկեղեցով ամուսնացած եք, կոպիտ եմ ասում։ Բայց դա պետական փաստաթուղթ չի, դա ԶԱԳՍ-ի թուղթ չի, հա։ Սրա մասին է խոսքը։ Այստեղ չի ասում, եւ հետո շարունակում է 18-րդ հոդվածը սահմանում է։ Պետությունը չի ֆինանսավորում ինչպես կրոնական կազմակերպությունների գործունեությունը, այնպես էլ աթեիզմի քարոզչությունը, սա դեռ 91 թվականի օրենքը, հա, աթեիզմի մասին։ Միևնույն ժամանակ կրոնական կազմակերպությունների անդամներին եւ սպասավորներին վերապահվում է հասարակական ու քաղաքական կյանքին մասնակցելու իրավունք այլ քաղաքացիների հետ համահավասար։ Այսինքն ցանկացած մարդ կարող է մասնակցել երկրի սոցիալական, քաղաքական կյանքին, հասարակական կյանքին։ Սա է ասում մեր օրենքը։ Ես հիմա չեմ ուզում քաղաքական գնահատականներ տալ, ես ընդհանրապես ընթերցում եմ օրենքի սահմանումները։ Այդ դեպքում այս չափանիշների տեսանկյունից էլ ինչպես կարելի է գնահատել այն, ինչ տեղի է ունեցել կամ ունենում, մասնավորապես որ գործադիրը օրինակ հայտարարում է եկեղեցու բարենորոգման անհրաժեշտության մասին, առհասարակ այդ սահմանը որտեղ է առողջ քննադատության կամ թույլատրելի քննադատության ու որ այդ քննադատությունը դիտվի ճնշում կամ միջամտություն եկեղեցու գործերը, նաև հակառակը, հա, թե օրենքում նշված էր, հա, որ կարող է մասնակցել եկեղեցին։ Նայեք, ելեմ ասում, ես չեմ ուզում քաղաքական գնահատականներ տալ, ես վստահ եմ, որ բազմաթիվ մարդիկ այդ մասին կարող են խոսել, թե որքանով է իմաստավոր եկեղեցու է մասնակցությունը, որքանով է էթիկական, որքանով է քաղաքականապես ճիշտ կամ սխալ, հա, ես դրա մասին չեմ կարող խոսել եւ չեմ կարող գնահատական տալ։ Իրավական տեսանկյունից իրավական տեսակետից կարող եմ ասել, որ դա ապօրինի չէ։ Չկա մեր քրեական, վարչական, որևէ օրենսգրքում մի հատված, որը որ կնախատեսի վարչական կամ քրեական պատասխանատվություն նման քաղաքական գործունեությամբ զբաղվելու համար։ Մյուս կողմից եւս կարևոր է ասել, որ որևէ եկեղեցու սպասավոր կամ ցանկացած կրոնական կազմակերպության անդամ չունի ոչ մի իմունիտետ։ Այսինքն չկա անձեռնմխելիություն։ Եթե որևէ մեկը կատարում է հանցանք, որը հանցանք է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում կամ վարչական օրենսդրությամբ, ապա այդ անձը անկախ նրանց եկեղեցու սպասավոր է թե ոչ, կարող է կանգնել դատարանի առաջ, կարող է այդ գործը քննվել, ինչպես ցանկացած այլ քաղաքացու գործ, այլ է կարևոր ասել, հա, այսինքն այս մարդիկ ունեն նույն իրավունքները եւ նույն պարտականությունները եւ կանգնած են հավասար օրենքի առաջ, ինչպես մեզնից յուրաքանչյուրը։ Այստեղ ինչն է կարևոր։ Այստեղ կարևոր է, որ այո, կառավարությունը կարող է սուր քննադատություն հնչեցնել, Էլ եմ ասում, դա այլ հարց է, թե որքանով է հատում ատելության խոսքի սահմանը, որքանով է հատում անձնական կյանքի անձեռնմխելիության սահմանը, այլ հարցեր են դրանք, հա։ Բայց այնքան ժամանակ միջև դա խոսքի մակարդակով էր, էլ եմ ասում, էթիկական չի, դա դնենք մի կողմ, հա։ Այդտեղ դեռևս շատ մեծ միջազգային իրավունքի կամ Հայաստանի Հանրապետության խախտում չկար։ Մինչև այն պահը, երբ որ արդեն կա միջամտություն գործով, այսինքն թե դու ստեղծում ես խորհուրդ, այդ ստորագրում ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, դա արդեն ուղիղ միջամտություն է կրոնական կազմակերպության ներքին գործերի մեջ կամ եթե զեղչվում է կաթողիկոսի անունը, դա արդեն կապ ունի կանոնի հետ եկեղեցու, դա արդեն ուղիղ ներխուժում է եկեղեցու ներքին կյանքին։ Եթե դու նվիրապետական դասի հետ կապված կամ նվիրապետական կարգի հետ կապված հարցեր ես առաջադրում, ինչպես պետք է ընտրվի կաթողիկոսը, ով պիտի ընտրի կաթողիկոսին, ինչ սկզբունքով պետք է ընտրվի կաթողիկոսը, այդ բոլոր հարցերը եկեղեցու տիրույթում են եւ այդտեղ պետության ներխուժումը ապօրինի է
միջազգային օրենսդրության համաձայն եւ ես մեջ եմ բերել մի քանի անգամ նորից ասեմ, որ կան եվրոպական դատարանի որոշումներ, որ միջազգային պրակտիկայում նման օրինակ ինչ որ դեպքեր եղել են նման ոնց են առհասարակայնությամբ լուծվել։ Մի բան ասեմ, շատ պարզ ասեմ, հա։ Ի սկզբանե, երբ որ առաջացել է այդ հասկացությունը կրոնական ազատության կամ պետության եւ կրոնի բաժանման գաղափարը, հա, 18-րդ դարում եւ հետո զարգացել է տարբեր երկրներում, նախ եւ առաջ Ֆրանսիայում, հետո Միացյալ Նահանգներում եւ հետո ՄԱԿ-ի ստեղծումով դա ամրագրված է մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի մեջ, այսինքն հետո ամբողջ ճարտարապետությունը մարդու իրավունքների մասին է, որ մարդուն է պաշտպանում պետությունից։ Ոչ թե պետությանը մարդուց, հա, ոչ թե պետության կառավարությանը քաղաքացիներից, այլ քաղաքացիներին պետությունից։ Այդ ուժերի բալանսը հենց այդտեղ է եւ բոլոր մարդու իրավունքների պայմանագրերը, ընդհանրապես ամբողջ ճարտարապետությունը հենց դրա վրա է, որ պետությունը ունի իշխանություն։ Մարդը եւ մարդկանց ասոցիացիաները, որոնցից մեկը օրինակ կրոնական կազմակերպություններն են, իրանք պիտի պաշտպանվեն պետությունից։ Եվ պետությունը պարտավոր է ապահովելու այս բոլոր կազմակերպությունների ազատ գործելը, իրանց ներքին կանոնակարգերը, իրանց հավատքը, իրանց դոգմատիկ մոտեցումները եւ այլն։ Եթե դուք նայեք Միացյալ Նահանգների Գերագույն դատարանի որոշումները, եթե դուք նայեք մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումները, սկզբունքը միշտ այդտեղ է, որ պաշտպանվում են եկեղեցիները, կրոնական կազմակերպությունները պետության անհարկի միջամտությունից։ Եվ ես մի քանի ուղղակի մի այդ որոշումներ ասեմ, որ շատ երկար չխոսենք, հա, կարելի է դրանք հետո նայել, կա Ռումինիայի գործ, արմիություն, լավ քահանա արմիությունը ընդդեմ Ռումինիայի, որտեղ հոգուտ եկեղեցու է կայացվել որոշ կրոնական կազմակերպությունների, կա Բուլղարիայի ուղղափառ եկեղեցու Սուրբ Սինոդը եւ այլ ընդդեմ Բուլղարիայի գործում է ստեղել, համարվեց մի հատ վրջրեց, որ խախտվել է մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածը, քանի որ պետությունը միջամտել է եկեղեցու ներքին քաղաքականությանը, կազմակերպմանը, կա նաև Ֆերնանդես Մարտինեսի դեմ Իսպանիայի գործը, որ աշխատանքային իրավունքների է վերաբերում, եւ եւս հոգուտ այստեղ պաշտպանել է ըստ էության եկեղեցուն, էլի մի հատ, հա, շատ քիչ գործեր կան, որտեղ որ դատարանը գտնում է, այսինքն մենք հիմա Հայաստանում քննարկում ենք շատ ABC հարցեր, որոնք որ վաղուց այլ երկրներում լուծված են։ Մենք նման հարցերի առաջ չենք կանգնել։ Հիմա քննարկվում են շատ ավելի բազմաշերտ դժվար հարցեր, նույն միեդում, հա, թե օրինակի համար արտահայտման ազատության եւ կրոնի ազատության սահմանը, ատելության խոսքի եւ կրոնի ազատության սահմանը, չգիտեմ, քննարկվում է խտրականության եւ կրոնի ազատության հարաբերությունների բալանսը, հա, ընդհանրապես աշխարհը շատ ավելի խրթին հարցեր է քննարկում, կամ օրինակ խղճի, գիտեք, որ մենք էլ ունենք ալտերնատիվ քաղաքացիական ծառայություն, որը հիմնված է մարդու խղճի կամ կրոնի ազատության մեջ, հա, եւ կա հայտնի Բայացյան ընդդեմ Հայաստանի գործ Եհովայի վկաների, երբ որ Հայաստանը բանտարկում էր նրանց, ովքեր որ հրաժարվում էին, եւ այդ գործից հետո Հայաստանը ունի նաեւ քաղաքացիական ծառայություն եւ այդ մարդիկ կարող են ծառայել ելնելով իրենց խղճի, հա, այսինքն իրենց ասենք խիղճը կամ կրոնը թույլ չի տալիս, որ զենք վերցնեն։ Մա կան երկրներ, որտեղ որ օրինակ կան բժիշկներ, որոնք որ օգտվում են իրենց խղճի ազատությունից եւ օրինակ չեն անում արհեստական ընդհատումներ հղիության։ Օրինակ այդ տիպի հարցեր են քննարկում։
կարող է մարդը հրաժարվել, կարող է, եթե հրաժարվում է, արդյոք դա ինչ հետևանքներ է ունենում կնոջ առողջության վրա։ Այս տիպի հարցեր են քննարկում։ Այն որ պետությունը չի կարող միջամտել եկեղեցու կյանքին, չի կարող կաթողիկոս հանել նշանակել, դա ուղղակի ABC է ամբողջ աշխարհում եւ մի քիչ էլ զարմանալի է, որ այս մասին պետք է խոսել։ Դե ամեն դեպքում վերադառնալով մեր ABC հարցին, ինչ իրավական ընթացակարգով է հնարավոր այս ամեն ինչը կարգավորել, ով պետք է դիմի, ուր պետք է դիմի, արդյոք այս հարցը պետք է բարձրաձայնվի, թե ոչ։ Ես ճիշտն ասած կարծում եմ, որ իրավական ճանապարհներ կան իհարկե եւ մարդու եվրոպական դատարան իհարկե իմաստունի դիմելու հարաքելական եկեղեցու պարագայում, պարզապես դու պետք է սպառես ներպետական բոլոր պաշտպանության միջոցները, այսինքն բոլոր դատարանները պետք է քեզ մերժեն, հետո գնաս եվրոպական դատարան եւ դա բավական երկար է տևում։ Ես կարդացի նաեւ Civilnet-ում մեկ այլ տարբերակ սահմանադրական դատարան դիմելու հետ կապված, չունեմ տենց հստակ կարծիք, չեմ կարող արտահայտել, բայց կարծում եմ իրավական գործիքները օգտագործել տվյալ պարագայում իրոք իմաստ ունի։ Եվ զրույցը ամփոփելով, ինչ երկարաժամկետ ռիսկեր է առհասարակ հարաբերությունների նման զարգացումը պարունակում, եթե որևէ մեկը չի շարունակի զբաղվել այս հարցով, այս խորհուրդը շարունակի գործել կամ այլ գործնականում այլ քայլեր կիրառվեն։ Ճիշտ ասած, ես լավ ելք արդեն չեմ տեսնում։ Կարծում եմ, որ առանց այն էլ մեր հասարակությունը ծայրահեղ բևեռացված է եւ պատերազմից հետո, Արցախի հայաթափումից հետո, էթնիկ ստումից հետո արդեն մեր մեջ որպես հասարակ եւ մեր եւ Սփյուռքի եւ բոլորիս մեջ հարաբերությունները բավական սրված են եւ բավական բևեռացված են։ Հիմա այս եկեղեցու թեման ավելի է սրում այդ բևեռացումը, որ հիմա շատերը չգիտեն օրինակ պսակը որտեղ անել ես եկեղեցի գնալ, թե եկեղեցի կամ երեխային մկրտել, ով մկրտելու այս մարդը, այս հանչական է, այն ինչական է, տեսեք այդ ճեղքը ինչքան արագ է մեծանում, հա, ճեղք ստեղծելը հեշտ է, ոնց տեսնում ենք, հետո այդ ամոքել, հետ բերել մարդկանց ինչ որ ընդհանուր արժեքների շուրջ միավորել շատ բարդ է։ Ես որպես վատ սցենար տեսնում եմ, որ կարող է լինել կանոնական խզում, այսինքն եկեղեցու մեջ առաջանան երկու թևեր, ամրապնդվեն, ընդհանուր երկու կաթողիկոսներ, թեմերը բաժանվեն, մի մասը մնա այստեղ, մի մասը այնտեղ, Սփյուռքում կլինի։ Ես հույս ունեմ, որ այդ սցենարը տեղի չի ունենա, բայց դա շատ խնդրահարույց կլինի բոլորիս համար, անկախ նրանից թե ով ինչ քաղաքական հայացքներ ունեն, որտեղ այդ քաղաքական հայացքները, քաղաքական գործիչները, այս process-ները փոխվելու են, անցնելու են, վերջը բոլորս մահանալու ենք մի օր, բայց այն սեպերը, որ դու խրում ես քո հասարակության մեջ, դրանք կարող են շատ խորանալ եւ ստեղծել հետո ֆրակցիոնիզմ, կասեն այս ինչա կանեն, էջմիածնական են, անթիլասիական են, առանց էլ հետ ամեն ինչը կար, մանավանդ Սփյուռքում, հիմա նույնը կարող է տեղ ունենալ Հայաստանում։ Եվ նաև ուզում եմ ասել, որ Հայաստանի քաղաքացիական հասարակության մի մասը եւ որոշ փորձագետներ նաեւ հայտարարություն արեցին այս իրավիճակի հետ կապված, որտեղ եկեղեցու գործերի պետության միջամտությունը կետերից մեկն էր։ Շատ անհանգստացնող է նաեւ ԱԱԾ-ի ներգրավումը նման հարցերում, հա, այսինքն դա եւս մարդու իրավունքներ խախտում է, երբ որ ԱԱԾ-ն ճնշում է գործադրում այս կամ այն հոգեվորականի վրա, շատ խնդրական է, շատ պրոբլեմատիկ է, երբ որ մարդու պրիվատ կյանքը տեսալուսանկարվում է, ինչ որ անհասկանալի Telegram, դա խախտում է եւ ներպետական եւ միջազգային օրենսդրության, այսինքն սա ընդհանրապես եւ խոսում ենք կրոնիկ համոզմունքի ազատության մասին, միշտ ասում ենք, որ այս իրավունքը կապված է տարբեր այլ իրավունքների հետ, չէ՞։
կապված է հավաքների ազատության հետ, ասոցիացիաների ազատության հետ, խոսքի ազատության հետ, արտահայտման ազատության հետ, ինքը sense մեկուսի իրավունք չի, հա, որ կարող ես Աստծուն հավատալ կամ չհավատալ։ Այդ ամբողջը իրար հետ կապված է։ Նույն այս դեպքը, այստեղ հո միայն ես էլ եմ ասում օրենքի տեսակետից եմ խոսում եւ մարդու իրավունքների, այստեղ հարցը հո միայն միջամտությունը չէ, եկեղեցուն ինչպես են միջամտում, ինչու է ԱԾ-ն անհարկի ինչ գրառումներ են արվում, ինչ ինֆորմացիա է հրապարակայնացվում, այսինքն դա կոմպլեքս խնդիր է եւ ել եմ ասում մարդու իրավունքների տեսակետից, օրենքի գերակայության տեսակետից, միջազգային իրավունքի տեսակետից այս process-ները շատ խնդրական են, շատ պրոբլեմատիկ են եւ ամփոփելով մենք կարող եմ հույս հայտնել կամ անգամ կոչ անել, եթե հնարավոր է, քանի դեռ շատ չի խորացել այս իրավիճակը, քանի դեռ հնարավոր է ինչ-որ լուծումներ գտնել եւ նորից քրիստոնեական եւ եղբայրական սիրո հիման վրա միավորել մարդկանց, այս ճեղքը ինչ-որ չափով փակել, մոտեցնել, նախ եւ առաջ կառավարությունը դա պետք է անել, որտեվ իրենք են իշխանության կրողը։ Իրենք են եւ առաջի պատասխանատուն եւ առաջին հնարավորություն ունեցողը եւ առաջին ոնց ասեմ պատասխանատուն երկրի մեջ տեղի ունեցող այդ թվում հանրային համերաշխության տարբեր խնդիրների։ Եթե հնարավոր է պետք է կանգ առնել հիմա խոսել իրար հետ, լուծումներ գտնել, բոլորս գիտենք, որ եւ հայրաքելական եկեղեցին եւ շատ եկեղեցիներ աշխարհում եւ ներքին խնդիրներ ունեն եւ իրենց հոտի հետ հարաբերությունների խնդիրներ ունեն եւ կոմունիկացիայի խնդիրներ ունեն, բայց այդ խնդիրները պետք է լուծվեն ներքին քննարկումներով, հանրային քննարկումներով, խոսքով եւ ոչ այսպես անջրպետներ բացելով, որոնք որ եմ ասում հետո եւ դա եւ հայրաքելական եկեղեցու պատմությունն է հուշում եւ այլ եկեղեցիներ եւ ընդհանրապես կրոնների պատմությունը, որ հետո դրանք մոտեցնելը երբեմն դարեր կարող է տևել։ Շնորհակալ եմ շատ։ Ես էլ եմ շնորհակալ։